Ողջի գետի հունի հատվածը երկար ժամանակ չի մաքրվել, որի պատճառով հունը տարապատվել, մացարապատվել եւ լցվել է բերվածքներով։ Տարիներ առաջ Գեղի ճանապարհի վթարի պատճառով, եթե հիշում եք, մեծականակ բերվածքներ են առաջացել գետի հունի համայնքի տարածքով անցնող ամբողջ հատվածի երկարությամբ։ Արդյունքում այն դարձել է դժվար անցանելի։ Հետագայում գետի վարարումների ժամանակ շրջակա միջավայրը հնարավոր հեղեղումներից զերծ պահելու համար անհրաժեշտ է իրականացնել հունի մաքրման աշխատանքներ։ Ուրեմն 2001 թվականին ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն Բոակի Սյունիքի մարզի Կապան քաղաքի մարզային լաբորատորիայի նախկին սանէպիդկայան կոչվող հիմնարկի կողմից գետի հունի նախկին մսի կոմբինատի տարածքում գետի մացառուտներում հայտնաբերել էին մալարիայի մոծակ, որը ախտահանման աշխատանքների իրականացնելուց հետո վերացվեց։ Ուստի հունի մաքրումը խիստ անհրաժեշտ է եւ կարեւոր շրջակա միջավայրի, ինչպես նաեւ բնակիչների համար։ Ողջի գետի հունի մի հատվածը Կապանհաց ՍՊ-ի տարածքից մինչև կենտրոնական կամրջի հատվածը մաքրվել է 2012 թվականին։ Համայնքի բնակիչների կողմից ծրագիրը բարձր գնահատականի արժանացավ։ Գետը մաքրվեց մացառներից, ծառերից եւ տարբեր բերվածքներից։ Գետի այդ հատվածում բնակիչների կողմից ջրով չծածկված հատվածներում բանջարանոցները ծառեր էին աճեցվել։ Արդյունքում որոշ հատվածներում գետի հունը խիստ նեղացվել է։ Վարարումների ժամանակ գետի հենապատի ստորին հատվածներում նկատելի է բետոնապատի քայքայված եւ քանդված իրավիճակ։ Համայնքապետարանը մաքրման աշխատանքները սկսելուց առաջ նախազգուշացրել եւ խնդրել էր բնակիչներին ըմբռնումով մոտենալ եւ մինչեւ մաքրելը գյուղատնտեսական աշխատանքներ չկատարել։ Բնակիչների փոխհամաձայնությամբ հարթեցվեց եւ մաքրվեց այն։ Նրանց անօրինական ձևով ստեղծված բանջարանոցները համայնքի զարգացման մաքրվեց նրանց անօրինական ձևով ստեղծված բանջարանոցները։ Համայնքի զարգացման 2017 թվականի ծրագրով նախատեսված է շարունակել գետի մաքրման աշխատանքների գործընթացը։ Նախատեսվում է մաքրման աշխատանքներ իրականացնել ողջի գետի հունի կենտրոնական կամրջից մինչև Կապանի բժշկական ուսումնարանին հարակից կամրջի 760 գծամետր երկարությամբ հատվածը։ Ծրագիրը իրականացվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատ ՍՊ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցներով մոտ 20 միլիոն դրամ։ Ծրագրով ընդգրկված աշխատանքների մասին կզեկուցի Արմեն Ստեփանյանը, քաղաքաշինության վարչապետը։ Այժմ նախատեսվում եմ մաքրել գետի այն հունը, որը շուրջ 30 եւ ավելի տարի կարելի ասել չի մաքրվել։ Եվ այդ ընթացքում գարանային վարարումների պատճառով, հեղեղումների պատճառով, արհեստական պատճառները նաեւ հաշվի առնելով Գեղի ջրամբարից բացթողումները, անդադար բերվածքներ հավաքվել գտնվել են նաեւ այդ հատվածում եւ այսօր մաքրման ենթակա է մոտավորապես 13000 խորանարդ խողազանգված։ Ասենք նաև, որ տվյալ հատվածում առաջացել էին երկար տարիների ընթացքում նաև ջրազուրկ հողատարածքներ, որոնք արդեն օրից օգտվել են այլ քաղաքի բնակիչները եւ այնտեղ այգիներ էին հիմնել ու ծառեր տնկել։ Համայնքապետարանը տեղեկացրել է ծանոթագրերով բոլոր բնակիչներին, որ նման ծրագիր է նախատեսված եւ մոտ ժամանակներս նախատեսվում է մաքրել։ Եվ քաղաքացին բացատրվել, ծանոթագրերը բաժանվել, ըմբռնումներ մոտեցել այդ հարցերին եւ նրանց կողմից հիմնված ինքնական այգիների ծառատունքը, որը խոչընդոտում է հունի մաքրման ամբողջ ծավալով ընթացքին, ապա մոնտաժելու այդ ինքնաշեն փայտանոցները, տեղափոխելու տնկված ծառերը եւ գարանային աշխատանքներ կատարելուց զերծ մնալու պահանջ է ներկայացրել քաղաքացիներին։ Կարելի է ասել քաղաքացիները ըմբռնում են մոտեցել այս հարցին եւ տվել են իրենց համաձայնությունը եւ նախատեսում ենք աշխատանքները մոտակա ժամանակները սկսել միջև գարանային վարարումները, որի համար նախագծանախաշվային փաստաթղթեր են պատրաստվել, աշխատանքները կատարվի շուրջ 20 միլիոն դրամ նախաշվային արժեքի շրջանակներում, նախագծանախաշվային փաստաթղթերը պատրաստվում, կա ընթացքային հարցեր, կապված նաեւ դրանց հետ կապված եւ աշխատանքները կսկսեն մոտակա ժամանակներում։ Ասեմ, որ պարոն Համբարձումյանը ասաց, որ տեղյակ է պահվել նաեւ կազմակերպությունը, կարելի ասել բնապահպանության նախարարությունը ինքն նույնպես տեղյակ է այս աշխատանքների մասին։ Լրիվ հարցերը կարգավորվել է, շրջակա միջավայրի ազդեցության փորձականություն չի պահանջվում նրանց պատասխաններ Հովհաննիսյանի աշխատակազմի ղեկավարի
Եվ այդ 760 մետր հատվածը թույլատրված է կատարել մաքրաշտանի առանց շրջակա միջավայրի փորձականության ազդեցության պահանջի։ Հեղեղումների արդյունքում տարիների տասնամյակների հետ այնպիսի վիճակ ստացվում, որ բետոնապատ հատվածները կան, որոնց մի կողմում ասենք փողոցն է, մյուս կողմում գետը։ Դրանց հիմքերը արդեն քշում են, տանում են, մաքրում են։ Եվս մի 2-3 տարի հնարավոր է, որ արդեն ասենք առափնյա փողոցն ամբողջությամբ խմի, եթե դրա հարցը չլուծվի, փոսերը չլծվի, ավելի մասը չհանվի, նման խնդիրներ կան։ Երբ վաճական գետը մաքրումն էր, ես բազմիցս եւ մաքրողին, էքսկավատորավարին, հետո իրենց աշխատանքի ղեկավարին, ինչքան խնդրել եմ, որ ինձ այստեղ ձկներ կա, բոլոր հիանալի համարը տեսնում ենք, հիանում ենք։ Հենց խնդիր, որ հենց ասֆալտի պես վաճական գետը տեսնում ենք, ոնց ավտոբուս ճանապարհի բացարձակ հարթ, համարը երբ որ ջրերը պակասում են, 5 սանտիմետր հնարավոր չի։ Ես բազմիցս ասել եմ, որ մարդը ջրեր հողնի հանի, էքսկավատորը միացից տա, միտեղ կուտակի, որ ջրափոս լինի, որ ձկները այնտեղ կարողանան համար ժամանակ եւ ձմեր ժամանակ էլ ջրի խորություն ունենա, որ տեխնիկան ընդհանրապես իրավունք չունի մտնելու ջրի Լավ, այս տեխնիկան այսօրեն խնդիրն է, որ ես գիտեմ, որ առանց տեխնիկայի չգիտեմ, դա ես իմ խնդիրը չէ։ Ուղղակի ես կխնդրեի, որ այդ աշխատանքները կազմակերպելուց վերջապես բոլորը գիտենք, որ այդ գետում արդեն ձկներ կա, դրանց համատարած ճանապարհահատված չանեն։ Այս քաղաքում փրկել մարդկանց շարժվելու հնարավորություն տա, փրկել մարդկանց տները կործանումից, փողոցը փլվածքից եւ ունենք որոշակի թվով, ինչ որ թվով անհայտ ձկների կյանք փրկելու խնդիր։ Շատ հնարավոր է, որ մեր աշխատանքների ընթացքում 10 կիլո ձուկ սատկի։ Չէ, հասկացանք, մնացածը դա շինարարական նորմատիվներ կա, ոնց պետք է մաքրեն են տունը, ինչ պետք է անեն, որտեղ պետք է քանդեն եւ որտեղ լցնեն։ Այս խնդիրները դա մեր կամայական որոշումը չի, դա քաղաքապետարանը չի որոշում։ Դա նաեւ ես եւ դուք չեք որոշում, դա որոշում է շինարարական նորմը, որը մեզանից ավելի տեղյակ մարդիկ տվյալ հանգամանքում ասենք, գետը պետք է սպասարկի ջրի հեռացում սարերից։ Ուրիշ խնդիր չունի, մենք ձկնաբուծությամբ չենք զբաղվում գետում։ Ի վերուս ձուկը եղել է, լավ որ կա, ես էլ եմ ուրախանում որ կա։ Ուզեմ որ շատ լինի, ես էլ ձուկ բռնեմ։ Բայց դրա կողքը կա նաև հարցեր, որ պետք է լուծվի։ Մենք չենք կարող ամբողջ առափնյա փողոց քանդել, որ հանկարծ կարող է դա կապված լինի, ասենք թողնենք ձուկ աճի, բայց փողոց քանդվի։ Մենք այդ խնդիր չունենք, մենք ունենք քաղաքաշինական խնդիր, քաղաքապահպանության խնդիր, այդ հարցն ենք փորձում լուծենք։ Ես ընդհանրապես ցանկություն ունեցա հայտնելու, որ այն շինարարական կազմակերպությունը, ով իրականացնելու է, եթե ինքը այդքան դիրապետում է, ես դա շատ ուրախ եմ։ Ուղղակի են տեղեկացվի, որ ասենք պատակիչ ես ցանկացած մասնագետի կողմից, եթե առաջարկություն ա, ես ասացի չէ վաճական գետում ընդհանրապես կողմից խորություն է առաջարկում։ Ընդհանրապես դա։ Ինչ կարգով է դրություն, ինչպես եք դիմել, որ պատասխանել են փորձարկություն։ Ձեզ բանավոր ասում ենք, դիմել ենք, որ ուզում ենք նման ծրագիր իրականացնենք եւ խնդրենք։ Ասենք ջրի մեջ տեխնիկա է մտնելու։ Չմտնի տեխնիկան ամբողջ գետի երկայնքով գնա։ Դուք ինչ եք առաջարկում։ Դուք ունեք առաջարկ։ Հիմա այսօր առաջարկի տեխնիկան չի թույլատրում ջրի մեջ։ Ով չի թույլատրում։ Օրենքը։ Ինչի չի թույլատրում։ Վասեցի, էլի ունի փոփոխություն անում ջրային միջավայրը։ Այդ օրենքը կարա Գերակայի Ղափանի բնակչության անվտանգության նկատմամբ։ Դե այդպես չի կարելի, դուք ասում եք օրենքը։ Չէ, ինքը պատնեշ գետի հունա համար, ինչ ունի փոփոխության մասը։ Պատնեշը հենապատ։ Ասենք, Այս արհեստականորեն կառուցված մի օղակա բնության մեջ։ Գետը ինքը առանց պատնեշի է։ Եթե պատնեշը առանց չի նշանակում, որ սա հենց վերջն է։ Ընդհանուր առմամբ մի բան մաքրում են, դա շատ լավ է, ողջունելի է, բայց այս ամեն ինչ կարելի անել իր համապատասխան, ասենք, ձևերով։ Բնապահպանությունը ես առումից հասկացա, որ ձեռքերը լվացել է, փորձականություն անհրաժեշտ չի, իսկ փորձականությունը ինքը փոխություն է տալիս, ոնց մաքրել։ Եթե լիներ այդ փորձականություն, ոչ միայն քաղաքաշինական փորձականություն, լիներ բնապահպանական փորձականություն, այնտեղ նշված կլներ ոնց անել, ոնց մաքրել։ Այդ ավել հարցեր այսօր չենք տա։ Բնական է, որ սա իրականում աղետալի իրավիճակ է։ Մեր գետի հունը աղետալի իրավիճակ է։ Կարելի է մաքրել։
Ոչ թե կարելի անհրաժեշտ է։ Հələ չգիտեմ, այնքան շատ մեծ ծախսեր են կառուցվի այդ միջոցներով հնարավոր չէ։ Դա մի մասն է, փոքր մասն է, դա այդքան Բայց համենայն դեպս, պարոն Գրիգորյան, լավ կլինի իրականում բնապահպանական փորձակնություն անցնել, որովհետև այնտեղ օրենքները թույլ է տրվում։ Ամեն ինչ թույլ է տրվում, բայց ինքը իր նորմաներ կտա։ Նախկինում մեկ տարի կես տեկուտ առաջ խիստ դրված է կազար, անպայման պետք է բնապահպանական փորձակնության կարգով, բայց օրենքի մեջ փոփոխություն կա։ Նման հատվածներում, նման աշխատանքների դեպքում հանված է բնապահպանական փորձակնությունը։ Ես չէ, հանվել եմ։ իրոք մեծ ավետիք։ Կետը հանված է։ Ավետիք Կա ունեց պատասխան։ Դե մի վարքան խնդրեմ, արվեք վարմնում այսպես էլի։ Հիմա մենք աշխատում ենք կամ թղթով, նախորդ մաքրման ժամանակ աշխատել եք թղթով։ Հիմա այդ նշած թուղթը, որ պետք է այդ թուղթը կազմը մենք չենք զբաղվում, դրա կարիք չկա։ Հիմա մենք պետք է կամ մեր համար ուղղորդող ընդունենք թուղթը, այսինքն ոչ, գործող, այսօր գործող թուղթը, այսօր գործող թուղթը ասում ենք դրա հետ գործ չունենք։ Կարիք չկա, ենթակա չի փորձակնության։ Կամ սա ենք ընդունում, կամ ընդունում ենք մենք մեր տեղային, ասենք, քաղաքաբնակների մակարդակով նստում ենք, իրար զրուցում ենք, մասնահատ ենք անում, ոնց անենք, որ լավ լինի։ Հիմա երկուսն էլ ընդունելի տարբերակ է, բայց ի վերջո մենք ունենք խնդիր, նորից եմ ասում։ Մենք այստեղ խոսելու ենք իրար բանավիճելու ենք, ամեն մարդ գնալու է իր գործին, վարարում ատելի ունենալու, հունը քանդվելու է։ Երբ այդ հունը քանդվի, երբ բետոնը քանդվի, Հարավնյա փողոց թափվի գետի մեջ, այս ձեզանից ոչ մեկը չի գալու այդ գետը զբաղվել, վստահաբար եմ ասում։ Դա դրվելու է մարդկանց ուսերի, որ գնացեք ոնց ուզում եք, բերեք քաղաքի սարքեք։ Եթե կոնստրուկտիվ բանավեճ կա, որը ուղղված է քաղաքին օգնելուն եւ ձկներին չվնասելու։ Ի վերջո անենք դա, եթե դուք ունեք լուծում, ունեք ճանապարհ, արագ տվեք այդ ճանապարհը, լուծումը տվեք, միայն առաջարկ չէ, դուք միացեք մեզ, իրազեկում եք, չէ՞ դուք իրազեկված եք հիմա, միացեք, օգնեք մենք անենք գործ, բայց մինչև գարնանային վարարումները։ Ես չէ որ պետք է որոշում կայացնեմ։ Համար քաղաքականություն շարքորներ կա, որոնք էլ տալիս են։ Բայց ես որպես նաև պատասխանատու, լինելով հենց այդ աշխատանքների ընթացքում տեսնելով օրենքների խախտում, ես չեմ կարել, այնպես ասեմ, Չենք ասում, ինչի դուք մտածում եք խախտում սկսենք ամեն ինչ։ Չէ, եթե չեմ տեսել աշխատանքներ, ոնց են կատարել։ Նախորդ տեսել եք, նախորդ աշխատանքները, չէ, նախորդ աշխատանքները որ անում էին գետին, չէ, այդ նույն գետը արել են, 100 մետր վերև արել են, տեսեք ոնց են արել։ Ոնց են արել։ Կարող եք ասել ոնց են արել։ Էլ այդպես։ Ասենք էլի վիճել են, հետո մի ձև արել են գնացել։ Չէ, վիճել, պարզապես քաղաքին պետք է արել։ Չէ, նորից եմ ասում, վերջին հաշվով կլինա, մենք ինչ ենք ուզում անենք, ինչի համար ենք հավաքվել այստեղ։ Սա կմահաճույք չի, չենք գետի հունը մաքրել, այնքան փող կա ծախսելու աղբանը, խնդիր այնքան շատ կա լուծելու, որ նաև են գետը երևի 10-րդական կամ 100-րդական խնդիր է։ Բայց երբ դուք գետի կողքով հիմա քայլեք նայեք, սովորական առաջին արարներ կզգաք, որ այնտեղ լուրջ վտանգ կա։ Իսկ նորից եմ ասում, եթե Արաքնյա փողոցը քանդվեց լուծվեց գետը, մենք լուրջ խնդիր ենք ունենալու։ Եթե Արաքնյա մասը քանդվի, էլի բնապահպանական խնդիր է։ Կարող եք բացատրել վնասի չափը բնապահպանական։ Ինչ է նշանակում բնապահպանական խնդիր, ասենք որ փլվեց, լավ, փլվել է տեսական օրեր, հետո ինչ պետք է անենք մենք։ Ինչ է բացահայտվում։ Ձկները տնավորվել են թե ինչ։ Չէ, ձկները մենակ ձուկը չի, բնապահպան գետի մասնորակ ձկամասն է խոսում։ Չէ, լավ, ինչ է դառնալու, ես ուզում եմ ասել, ինչ վնասակար։ Շինարարական նորմատիվներով աշխատանքը արվելու է, բնապահպանության նախարարության դիմել են փորձագիտության առումով, ասում են նմանատիպ աշխատանքների համար փորձագիտության կարիք չկա։ Միասին այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի ինչ-որ արարման ուղղված քննարկում անենք, լսենք իրար, եթե կա առաջարկ, ըստ ձկների հունի հետ կապված ասեցի։ Եթե պետք է դա խնդիր չի, կովշակը գցի մի քիչ խոր կտանին։ Մետր 20 սանտիմ երկարության ձկներ, մենք ունենք փոքր ձկներ, որոնք ամենավատ վիճակում են այդ գետի մեջ, ինչքան էլ քիչ ա լինում ջուրը, մենք գոնե մեր տեսած ժամանակի համար ասենք էլի։ Ինչ թերիկում ան նրանց շարժին ես։ Բայց եթե կանելի առաջարկներ լսենք։ Հնարված է ներառվել մեկ լրացուցիչ ինքորոշում կարգեցես լրացուցիչ։ Այդ է իրական։ Ինչպես։ Սերնակետում կարգեցել Ուրախ կլինենք ձեր դեպքորոշման ծանոթանալու, եթե կլինի կառուցողական որևէ բան, կընդգրկենք դեր աշխատանքները։ Եվ վերջում այսպիսի մի դիտարկում, այս նշված աշխատանքը որի շուրջ մենք գործում ենք, ֆինանսավորման բաժանի կոմբինատը, հարստացուցիչ կոմբինատը, ներշնորհակալությունը կազմակերպության ղեկավարությանը, որտեղ այսպես ասենք, սա այսօրվա պայմաններում բավականին դժվարություններ կա ֆինանսական բոլոր ոլորտներում կարողանալ նաև պայմաններ ստեղծել, որպեսզի այդ աշխատանքը կատարվի բավականին լավ գործ։
Մեր շնորհակալությունը։